Բարի լույս ելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ ասում ենք հիանալի օր մաղթելով ձեզ, հիշեցնենք, որ այսօր դեկտեմբերի 8-ն է, օրը երկուշաբթի, իսկ այս հատվածում վստահաբար գիտեք, որ մենք շատ հաճախ քննարկում ենք առողջության, էսթետիկ միջամտությունների մասին զրույցներ եւ տալիս ենք կարևոր խորհուրդներ մեր հյուրերի հետ։ Այս անգամ մենք խոսելու ենք մազաթափության մասին, որը հատկապես է շրջանում շատ-շատերին հուզող խնդիր է եւ բոլոր հարցերի պատասխանները կտա մաշկաբան տրիխոլոգ, կոսմետոլոգ Լուսինե Ամիրխանյանը, ողջույն։ Ողջույն Մանե ջան։ Լուսինե ջան, շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ սկսենք թեմայի կարևորությունից, ինչու է մազաթափությունը թե աշխարհում, թե մեզ մոտ այսքան երիտասարդացել եւ ինչ տենդենսներ կան առաջիկայում։ Այո, հիրավի մազաթափությունը երիտասարդացել է։ Մենք մի փոքր ակնարկով անցնենք նաև անդրոգենային մազաթափության մասին կամ շատ հայտնի ճաղատությունը, որը ավելի շատ հանդիպում է տղամարդկանց մոտ որպես ճաղատություն եւ կանանց մոտ ավելի շատ ընթանում է որպես նոսրացում։ Մինչև 80 տարեկան տղամարդկանց մոտ 80%-ի մոտ արդեն իսկ արկա է լինում մազաթափություն, կանանց մոտ մինչև 50 տարեկանը։ Այսինքն ունենում ենք զգալի մազաթափության աճ, արագացած, երիտասարդացած է, այսպես ասենք։ Եթե համեմատենք մեր նախորդ սերնդների հետ, օրինակ 20 տարեկան տղաների հայրիկները, իրենց մոտ մազաթափությունը սկսվել է 30-40-ին։ Հիմա 19%-ով աճել է, այսինքն 18-ից 20 տարեկանից մազաթափությունը սկսվում է։ Իսկ ինչ օգնող հանգամանքներ կան այս դեպքում, որ մազաթափությունը ավելի վաղ տարիքից է սկսվում, ինչի դեմ կարող ենք մենք պայքարել, որպեսզի այդպիսին ճանապարհ չանցնի։ Շատ հետաքրքիր հարց է, շատ արդիական է, չենք կարող չնշել եւ էկոլոգիական գործոնները եւ կայուն սթրեսը, քնի ռեժիմը, աշխատանքային ռեժիմը, գերհոգնածությունը, գերլարվածությունը, ինչը հավելյալ նպաստող գործոններ են լինում, հատկապես եթե ունենում ենք գենետիկ նախադրյալը։ Այսինքն իրենք եթե գենային ունենք կոճակ, դրանք այն թողարկող մեխանիզմներն են լինում, որ միացնում են այդ կոճակը եւ ավելի արագ է ընթանում process-ը։ Այդ կոճակը կարող է ակտիվանալ ավելի ուշ, բայց հիմա կայուն սթրեսը, էկոլոգիան, վատ օդը, վիտամինային դեֆիցիտները, սնուցման խանգարումները եւս նպաստող գործոններ են, նաեւ աուտոիմուն հիվանդություններն են արդիականացած, օրինակ օջախային մազաթափությունը, որը հանդիպում է մանկական տարիքից, օջախով մազերը թափվում են, հիմնականում ունենում է անցողիկ բնույթ, սակայն կրկնվող է, այսինքն մազերը թափվեցին օջախով, վերականգնվելու են որոշ ժամանակ անց, եթե երկար պահպանվում է վիճակը, ապա խիստ ցանկալի է դիմել մասնագետի, որպեսզի չունենանք սպիացում հետագայում։ Այդ օջախային մազաթափությունները մեծ մասամբ լինում են սթրեսի հետևանքով, թե այլ պատճառներ եւս կան։ Դա այդ կոճակներ, այդ կոճակը միացնող ֆակտորներն է սթրեսը, հիմնականում աուտոիմուն հիվանդությունները առհասարակ օրգանիզմը երբ որ իրեն է թիրախավորում, Հայաստանում շատ հանդիպում է նաև վահանաձև գեղձի խնդիրները եւ եթե ունենում ենք օջախային մազաթափություն, պարտադիր ստուգում ենք վահանաձև գեղձը։ Եթե անգամ չեք դիմի մաշկաբանի տրիխոլոգի չեք դիմի, ապա գոնե դիմեք տարածքային պոլիկլինիկա, էնդոկրինոլոգի եւ ստուգեք վահանաձև գեղձը եւ հորմոնները եւ սոնոգրաֆիկ պատկերը, որովհետեւ եթե ունենք մեկ աուտոիմուն խնդիր, ապա հավանականությունը, որ այն ձեռքը բռնած կբերի եւս մյուսին, բավականին բարձր է։ Իրականում անդադար նաև մաշկաբանները նշում են, որ յուրաքանչյուր խնդիր, որն առաջանում է եւ պատմում է մեր մաշկը մեր մասին, ներքինից եկող ինչ-որ խնդիրների բարձրաձայնումն է, այս դեպքում մազաթափությունը փաստորեն եւս բացառություն չէ։ Իհարկե, նայեք, էկոլոգիական գործոնները կամ ինչը նշեցինք, սթրեսը, հոգնածությունը միայն մազերի վրա չեն անդրադառնում։ Հավատացեք, մազերը ամենավերջինն են, որ կարող են պատասխանել օրգանիզմի համար մազերը մահացած հյուսվածքը, տեսքի համար, սիրուն լինի, բայց օրգանիզմի եթե ինչ-որ օրինակ ինֆեկցիոն process է լինում, իր ամբողջ ուժերը կկենտրոնացնի, կհաղթի ինֆեկցիոն process-ը, նոր կմտածի գեղեցկության մասին։ Այսինքն մազերը զուտ տեսանելի փոփոխություններն են, ներքին օրգաններում կատարվող փոփոխությունները չենք տեսնում։ Այստեղ կարող ենք նշել, որ եւ մազերը, եղունգները, բերանի խոռոչը լեզուն օրգանիզմի հայելին են, այսինքն առաջին ազդակն են, որ ինչ որ բան այն չէ ընթանում։ Խոսեցինք նաև զրույցի ընթացքում կանանց եւ տղամարդկանց թե տարիքային թե մազաթափության տեսակների մասին, այլ ինչ տարբերություններ կան եւ օրինակ կանայք շատ ավելի մեծ ժամանակ են ծախսում իրենց մարզերը խնամելու համար, տղամարդիկ ոչ, գուցե նաև այստեղ է գաղտնիքը թաքնված, որ ճաղատությունը շատ հաճախ հենց տղամարդկանց մոտ է նկատվում։
Ցավոք ոչ։ Ոչ, չմխիթարեցինք սիրելի Չէ, ներկաներեք։ որովհետև դա հիմնականում գենետիկ է, այսինքն եթե հորեղբոր, հայրիկի, պապիկի մոտ կա ճաղատություն, հավանականությունը, որ ձեր մոտ էլ կլինի բավականին մեծանում է, այսինքն տեսնելով մոտազգականներին մոտավոր պատկեր կարելի է կազմել, թե այդ տարիքում ինչ մազածած կլինի գլխամաշկին, բայց կանանց մոտ տարբերվում է, հա, բավականին տարբեր է եւ տղամարդկանց մոտ, քանի որ անդրոգենները դրանք արական սեռական հորմոններ են, եկեք իրեն ուղղակի անվանենք տեստոստերոն, հա, այստեղ ոչ թե հորմոնի քանակի խնդիրն է, այլ օրգանիզմում ֆոլիկուլների գենետիկ զգայունությունը։ Այսինքն եթե ունենք ճաղատություն, վերևի հատվածում դատարկություն է, բայց կողքի հատվածները պահպանված են։ Ինչու է այդպես, որովհետեւ վերևի հատվածի մազերը զգայուն են հորմոնի նկատմամբ։ Իրենք կարող են անգամ մեկը ընկալել որպես 100 եւ դրանից ինքնադրթվել եւ թափվել, հա։ Իսկ կանանց մոտ ավելի ընկալչային մեխանիզմը եւ արական սեռական հորմոնները իհարկե կան, բայց դրանք քիչ են եւ կանանց մոտ ընթանում է ոչ թե ճաղատությամբ, այլ մազերի շարքերի նոսրացմամբ։ Հիմնականում մազեր ունենում ենք, բայց նրանք լինում են նոսր։ Շատ հաճախ կանեք նաև բողոքում են, որ մազերի որակն է վատացել, որովհետև բարակում են, փշրում են, սա եւս նոսրացման խնդիրներից է, թե տարիքի հետ նենք կանանց մոտ էստրոգեններն են նաև պատասխանատու, դրանք իգական սեռական հորմոններն են, որոնք օգնում են, որ մազերը լավ աճեն, երկար են, սիրուն լինեն։ Տարիքի հետ էստրոգենների քանակը նվազելուն պես ինչպես մաշկն է տուժում, այնպես էլ տուժում են մազերը եւ ածանցյալները, հա։ Սնուցումը վատանում է, բայց կարող ենք վիճակը փոխել։ Իհարկե, ֆոլիկուլների քանակը փոխել չի լինի, ինչքան ունենք, այդպես էլ մնալու է, բայց որ մեկ մազարմատից մի քանի մազ դուրս գա, կարող ենք նպաստել մազի ակտիվատորների կիրառմամբ, աճի խթանմամբ։ աճ ունենալու։ Այո։ Այս ոլորտում մազաթափության եւս շատ են այն տարածված կարծիքները, որոնք հաճախ միֆեր են եւ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Օրինակ այն, որ մազերը հաճախ լվանալու արդյունքում սկսում են ավելի շատ թափվել։ Սա փորձն է ցույց տվել, թե պարզապես կարծիք է, որովհետեւ լվանալու ժամանակ մենք տեսնում ենք ինչքանն է թափվում։ Գիտեք, մոտ 10 տարի առաջ ակտիվ գնում էր խրախուսել եւ SNG-ի երկրներում, հա, փոքր հետազոտությունների հիման վրա, որ եթե երկար չեք լվանում մազերը, ապա ձեր մաշկի յուղը, ճարպային շերտը տալիս է սնուցում եւ լավ պաշտպանում է։ Բայց բացի դրանից այն շատ լավ սննդային միջավայր է, խնջույքի սեղան է ստեղծում բակտերիաների եւ սնկերի համար, ովքեր իրանց շատ լավ են զգում այդ միջավայրում եւ բազմանում են։ Եվ դա մաշկի համար նորմալ չէ։ Ինչպես օրինակ ձեռքերը չլվանակ 10 օր պայմանական։ Այսինքն մազերը լվանալու սխեմայի մասին խոսելիս չկա համընդհանուր, համապարփակ բոլորին համապատասխան սխեմա։ Լվանում ենք այն ժամանակ, երբ որ կեղտոտվեց, այդքանը։ Դե մարդկա շատ ավելի արագ է դա լինում, իհարկե յուղոտ մազերի դեպքում անգամ կարիքը լինում է, որովհետև յուղոտվում է, որովհետև դա գենով պայմանավորված հատկանիշ է, թե քո մաշկը ինչքան ճարպ արտադրի, դա ազդակը տալիս է գենով։ Տղամարդկանց դեպքում շատ հաճախ նաև ասում են, որ մազերի երկարությունը եւս նպաստում է մազաթափությանը։ Սա ինչ է, միֆ, թե իրական հիմքեր կան։ Հատկապես վարսահարդարների կողմից է այս վարկածը տարածված, բայց կարող ենք նշել, որ դա միֆ է, որովհետև մազերի ծայրերը բացարձակ կապ չունեն, թե ինչքան են, նույն տրամաբանությամբ կանայք, ովքեր ունեն երկար մազեր, իրենց բոլորի մոտ պետք է լինի մազաթափություն ոչ։ Այնպես որ պատրաստվեք բոլորի մոտ դա լինելու է ինչ-որ պահի։ Խոսենք նաև խնամքի միջոցներից, մասնավորապես շամպունների մասին, այդ հեղուկներից շատերի վրա գրված է, որ խթանում են մազերի աճը, կարգավորում են մազերի որակը, արդյոք սա գովազդային արշավ չէ միայն եւ կան այնպիսի հատուկ մազերի համար նախատեսված խնամքի միջոցներ, շամպուններ, որոնք օգնում են մազերի աճին։ Շատ լավ, շատ արդիական հարց է, որովհետև հիմա մարդիկ երբ որ ունենում են մազաթափություն, առաջինը ինչի անում են, շամպունը փոխում են, գնում են մաքսիմալ թանկ շամպուններ, կարծելով որ դա կտա լուծում իրենց խնդրին։ Ինչքանով է դա ակնկալելի, որ կլինի լուծում։ Նայեք, ամեն գլխամաշկի համար պետք է լինի ընտրված շամպուն։ Ցանկալի է տրիխոլոգի կողմից ընտրված լինի։ Ասել, որ շամպուններին մեծ գումարներ տալ այդքան էլ այդպես չէ, ինչի համար։ Շամպունները ուղղակի հիգիենիկ պարագաներ են։ Եթե վերցնենք օրվա մեջ ունենք 24 ժամ եւ այդքան
բազմապատկենք 60 րոպեով, գլխամաշկին շամպունյը մաքսիմում կարող է մնալ 5 րոպե։ Հատկապես տղամարդիկ տենց 2-3 րոպեից ավել չեն պահում։ Այսինքն այս շամպունյների հիմքը իրենց ֆունկցիան մաքսիմալը մաքրելն է։ Տալ լավ pH, ունենալ հակաբորբոքային ազդեցություն, որոշ դեպքերում նաև հակասնկային, եթե ունենք սեբորեային մաշկաբոր։ Շամպունյներին մեծ գումարներ տալ չի խրախուսվում, որովհետև այստեղ ոչ թե գին որակ կախյալ են իրանք, այլ բաղադրությունն է կարևոր եւ թե ինչքանով է ճիշտ ընտրված գլխամաշկի համար։ Եթե ունենք յուղոտ գլխամաշկ, ընտրում ենք յուղոտ գլխամաշկի համար, զգայունի համար այլ տարբերակ է ցուցված։ Եվ հետ վերադառնանք նախորդ հարցին, եթե օրինակ մազերը լվանալ շաբաթական 1 անգամ եւ 7 անգամ 24 անգամ 60 րոպեով ակնկալել, որ այդ 5 րոպեն պետք է հարց լուծի, այդպես չէ։ Որպես զրույցի ամփոփում նաև խոսենք տնային խնամքի մասին, որովհետև շատ հաճախ մեկը մյուսին խորհուրդ է տալիս այս երկու բաղադրիչը շաբաթի 2 անգամ խառնում գցում ես գլխիդ ու մեկ էլ մազերդ սկսում են փայլել, երկարել շատ արագ, 1 ամսում 6 սանտիմետր կերկարի եւ այլն։ Արդյոք օգնում են նմանատիպ խնամքի միջոցները եւ որպես մասնագետ ինչ խորհուրդ կտաք հատկապես ձմեռային այս սառը եղանակին։ Սառը եղանակին եկեք ավելի շեշտը դնենք կանանց հետ կապված, երկար մազերի հետ կապված, որովհետեւ նախ առաջինը լվանում են գլխամաշկը, լավ ենք լվանում նուրբ շարժումներով, կոպիտ շարժումներ չենք անում։ Շամպունյը փորձում ենք պահել գոնե 5 րոպե, որ կարողանա ամբողջությամբ մաքրել։ Կարող ենք օգտագործել գլխի համար գadgetներ, հարմարանքներ, որոնք մերսում կանեն, որոնք նախատեսված են հենց թաց մազերի համար։ Ընտրում ենք սանրեր, որոնք չեն քաշում մազերը, շատ նուրբ են վարվում մազերի հետ։ Եվ եթե ունենք երկար մազեր, խիստ ցանկալի է օգտագործել եւ կոնդիցիոներներ եւ մասկաներ։ Մասկաները ունեն ավելի ցածր pH։ Նրանք թափանցում են մազերի խորք, այսինքն իջեցնելով pH-ը խորը ներթափանցում են ունենում եւ դրա վրայից կիրառելով բալզամներ կամ կոնդիցիոներներ, այսպես ասած հավելյալ շերտ ենք ստեղծում, տոպրակի պես քաշում ենք պոլիէթիլենային, որ այո, այդ չիշույկաները փակվում են եւ մաշկը ավելի խոնավ է լինում մազերը։ Այստեղ ինչու է կարեւոր, որովհետեւ մազերը կորցնում են իրենց ջուրը, եւ հատկապես սառը եղանակին, երբ որ ցուրտ ջերմաստիճանը ավելի խորն է ներթափանցում, խիստ ցանկալի է եւ կրել գլխարկներ, հարմարանքներ գլխի համար եւ մազերը փակել հագուստով առնվազն։ Նաեւ տերմոզաշիտաները կամ ջերմապաշտպաններն են շատ կարեւոր, որոնք հավելյալ էլի ստեղծելով հավելյալ շերտ թույլ չեն տալիս գոլորշիացումը ընթանա եւ մազը հավելյալ չորացնի։ Այդ վերջին ջերմապաշտպանները մենք շատ հաճախ օգտագործում ենք վարսերը հարդարելու ժամանակ տաք հոսանքներին դիմանալու համար, փաստորեն ձմռանը եւս կարելի է սա օգտագործել, իսկ որն է ավելի նպատակահարմար, կրեմային հիմքովները, թե ավելի ցողիչով օգտագործողները։ Ցողիչով օգտագործող, կարելի է զուգակցել, կարելի է ցողել, որից հետո կրեմային հիմքով ավելացնել, բայց նախապատվությունը տալ ավելի ջրային հիմքերին, յուղայինին ցանկալի չի, քանի որ բարձր ջերմաստիճանում մեկ է փոխակերպում լինում է եւ ջերմապաշտպանները պետք է ասեմ, որ իրանք այնպես չի, որ ամբողջությամբ պաշտպանում են մազը։ Այսինքն, եթե իրանք եկան, փակեցին չիշույկաները, դա չի նշանակում, որ իրանք չեն ձևափոխում։ Հարդարելուց առաջ փչեցինք, ցողեցինք, բայց մենք տաք ջերմաստիճանով աշխատում ենք մազի հետ, եւ եթե չունենանք սպիտակուցի բնափոխում, այսինքն ձևը չտանք, իսկ դա ենթադրում է բարձր ջերմաստիճան, չենք ունենա մեր ակնկալած արդյունքը, այո, արդյունքում ինչ է լինում։ Նա ուղղակի հավելյալ շերտով թույլ չի տալիս, որ ջերմությունը ազդի մաս-մաս։ Այսինքն, եթե մազը վերցնենք երկայնքով, ինքը տեղ-տեղ փշրված չի լինում, այլ ընդհանուր բաշխվում է ջերմությունը, ինչը ցրում է, մասնիկները, որի արդյունքում երկար մազերի համար ցանկալի է լինում կիրառել թերմոպաշտպաններ։ Շնորհակալություն իրականում բոլոր խորհուրդների համար, հույս ունենք, որ մեր հեռուստադիտողները եւս կօգտագործեն այս խորհուրդները իրենց առօրյայում եւ կպաշտպանեն իրենց գլխամաշկը, իսկ կանայք մասնավորապես գեղեցիկ վարսերը եւ ուզենք թե չէ ինչ-որ մի պահի բոլորի մազերը թափվելու են։ Մի քիչ շատ, մի քիչ, այնպես որ հենց հիմա հետևեք ձեր առողջությանը, փորձեք ել ավելի շատ հոգ տանել ձեր մասին, ձեր առողջությանը հետևել նաեւ մասնագետների օգնությամբ։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։
Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ, Առավոտ լսոն է առաջինի եթերում։